Պատվարժան դատարան իրականում իմ հայտարարության ժամանակ պետք է բավական մանրամասն խոսեմ, իհարկե գործի քննության ընթացքում տարբեր հանգամանքների կանրադառնանք պաշտպաններից հետ, բայց ես ցանկանում եմ մի քանի կարևոր դրվագի վրա շեշտադրում անել, որով իմ կարծիքով փլուզվում է ամբողջ այս մեղադրանքները, որոնք իսկ մեղսագրվում են։ Նախ սկսենք պաշտոնական դիրքի չարաշահմանը եւ դա տարանջատ ենք, սկսենք աճուրդի դրվագից։ Եթե մենք հանում ենք օրենքի ձևակերպումները եւ փորձում ենք հասկանալ ինչու՞մն է կայանում աճուրդի կայացման մեջ, ին ենթադրյալ պաշտոնական դիրքի չարաշահման հանգամանքը։ Ստացվում է, որ միակ պատճառը, որը հիմնավորում է հարկարժան մեղադրողը իբր պաշտոնական դիրքի չարաշահում, դա այն է, որ արդյունքում աճուրդի հաղթող է ճանաչվել Շահեն Շահինյանը, ով փոխկապակցված է իմ ամուսնու, ավելի ճիշտ այն մարդու ընտանիքի հետ, ում հետ ես գտնվում եմ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ։ Եվ որովհետև աճուրդի անցկացման գործընթացում որևէ ընթացակարգային օրենքով սահմանված խախտում չի եղել։ Աճուրդը սահմանված կարգով համայնքի ղեկավարը առաջարկել է ավականուն, ավականին է կայացրել որոշումը աճուրդի հանելու, ինչպես պահանջում է օրենքը, աճուրդի գինը դարձյալ որոշել է ավականին համայնքի ղեկավարի առաջարկությամբ, սահմանվել է 200%, այստեղ ես ցանկանում եմ նշել, որ կարող է լինել օրենքը թույլ է տալիս կադաստրային արժեքի 100%-ի չափով օտարել եւ Եվ մի փոքր ավելի երկար ասեմ, եթե ես որպես համայնքի ղեկավար որևէ անձնական շահագրգռվածություն ունենալ աճուրդի օտարման, այս հողամասի օտարման մեջ, այն հանգիստ կարող է օտարվել 100%-ով, հետո ես եթե կարողանայի միջամտել աճուրդի իրականացման գործընթացին եւ իրականում կողմից ներգրաված անձանց միջոցով այն անցկացնել, ես այնպես կանեի աճուրդը չէր կայանա, հաջորդ նիստին դրա գինը կնվազեր, ինչպես օրենքն է թույլ տալիս, այսինքն որևէ նման բան, ինչը համայնքի ղեկավարը հանգիստ կարող են անել օրենքով սահմանված կարգով կամ օրենքի շրջանակներում խնդիր չունենալով չի արվել։ Հողամասը ներկայացվել է 200%-ով համայնքի հավաքանու առաջարկվել է 200%-ով օտարել եւ համայնքի հավաքանին տվել է համաձայնություն։ Ես ցանկանում եմ այստեղ նշել եւ գործում դա կա անգամ նախաքննության փուլում ներգրաված փորձագետը, չնայած այնտեղ լուրջ խնդիրներ կային, որոնց հետ մենք համաձայն չենք, բայց անգամ փորձագետը նշել է, որ աճուրդի անցկացման գործընթացում որևէ խախտում տեղի չի ունեցել։ Այսինքն ստացվում է, եթե մենք այս ամբողջը հանում ենք արանքից, ստացվում է, որ միակ փաստարկը այն է, որ հաղթող է ճանաչվել Շահեն Շահինյանը, ով իբր փոխկապակցված է ինձ հետ եւ իմ ընտանիքի հետ։ Այս միակ անկյունակարը, որի վրա կառուցվում է մեղադրանքը, փլուզվում է այն պարզ պատճառով, որ աճուրդի կայացման ժամանակ ես Արամայիս Միրզոյանի հետ ամուսնական հարաբերությունների մեջ չեմ գտնվել, մենք ամուսնացել ենք աճուրդից 8 ամիս անց եւ մեղադրողի տրամաբանությամբ, եթե ես գնայի մի ընտանիք, որին իմ քաղաքապետության տարիներին 3 հատ հող էի օտարել, ուրեմն 3 դրվագով պետք է ինձ մեղադրանք առաջադրվեր, որովհետեւ աճուրդի անցկացման պահին ես ոչ Արամայիս Միրզոյանի, ոչ Աշոտ Միրզոյանի հետ ընտանեկան հարաբերություններում չեմ գտնվել։ Շահեն Շահինյանին ճանաչել եմ, որովհետեւ տարբեր գործերով եկել է քաղաքապետարան, որովհետեւ հարևան համայնքում քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու անդամ է եւ այդպես ես նորից եմ ցանկանում նշել, որ մեր ամուսնությունը, փաստացի ամուսնությունը տեղի ունեցել աճուրդից 8 ամիս անց։ Ես այստեղ նաեւ ցանկանում եմ շեշտադրում անել, դա կարեւոր է փողերի լվացման այդ դրվագի իմաստով, որ Հայաստանի Հանրապետությունում ընտանիք համարվում է քաղաքացիական կաթության ակտերի գրանցման մատյանին գրանցված ընտանիքը, իսկ ես Արամայիս Միրզոյանի հետ գտնվում եմ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ։ Այսինքն այդ փողերի լվացման մեջ, որ ասում է այդ գույքը դարձել իմը, դարձրել է իրենը համայնքապետյան նկատմամբ, որովհետև այս գույքը իմը չէ եւ օրենսդրության տեսանկյունից իմը չէր կարող լինել, ինչ էլ որ լինի, որովհետև ես օրենքով սահմանված կարգով ամուսնացած չեմ Արամայիս Միրզոյանի հետ եւ այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք ստեյության չունեմ։ Հետո փողերի լվացման աճուրդի հետ կապված կարծես թե դա է այն կարևոր մի քանի շեշտադրումը, որ ցանկանում էի անել։ Մյուս կարևոր հանգամանքը, որի վրա ցանկանում եմ շեշտադրում կատարել, ընդ որում սա սպառիչ չէ, մենք գործի ընթացքում քննության բազմաթիվ առիթներ կունենանք ասելու, բայց փողերի լվացման դրվագը ինձ համար առհասարական հասկանալի է։ Նախ սա կապվում է անխզորեն կապված է օտարման հետ, այսինքն եթե ապացուցվի, իսկ ես ուզում եմ հավատալ, որ դա ապացուցվել է, որտեղ դա է ճշմարտությունը, որ աճուրդի իրականացման հողի օտարման գործընթացում որևէ խնդիր չի եղել, այսինքն արդեն այս գույքը չի լինում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք։
Բայց անցնենք մյուս հատվածին իբր իմ օբյեկտիվ կողմին փողերի լվացման Դիանա Գասման շրջանցում է մնացած երկար բառերը Շահենյանի անվան փողամասը գրանց է, ապա ձևական առողջարքի պայմանագրերի կնքման փաստավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափով գույքի իրական բնույթը ծագման աղբյուրը բնորոշման եղանակ իրավունքներն ու պարտականությունները թաքցրել եւ խեղաթյուրել, վերջնացքում փողամասը դարձնելով իմը եւ իր ընտանիքի սեփականությունը։ Այստեղ տպավորությունն է, թե ես կամ կադաստրի պետական կոմիտեն եմ կամ նոտար եմ, որ գրանցել եմ այդ փողամասը իմ անունով կամ ձևական առողջարքի պայմանագրեր եմ կնքել։ Իմ առնչությունը այս հողամասին ավարտվել է այն ժամանակ, երբ այն օտարվել է։ Դրանից հետո ես որպես համայնքի ղեկավար որևէ ձևով այն գրանցելու, հետո ինչ-որ առողջարքներ դրա հետ իրականացնել լիազորություն չեմ ունեցել, որովհետև այն արդեն պատկանել է մասնավոր անձի եւ հետեւաբար անհասկանալի է ձևակերպումը։ Սա մի բան պատկերացնենք, որ տրամաբանությունն այն է, որ ոչ թե ես անձամբ եմ գրանցել կամ իրականացել առողջարքի պայմանագրերը, այլ իմ կողմից ներգրաված անձինք են դա արել։ Պատվարժան դատարան, դուք իհարկե ունեք գործի նյութերը ձեր աշխատասենյակում, բայց դրանց ուսումնասիրությունից կտեսնենք, որ քրեական գործում բացակայում է գեթ 1 փաստար, գեթ 1 ապացույց, գեթ 1 վկայություն կամ ցուցմունք, որը ցույց կտա, որ ես որևէ ձևով առնչվել եմ Շահեն Շահենյանին կամ Սամվել Բադալյանին այդ գործընթացների կամ գործարքների կատարման ժամանակ կամ որևէ ձև նրանց ցույցում եմ տվել կամ որևէ ձև միջամտել եմ այդ գործընթացին։ Հետևաբար մեղադրողի կողմից ներկայացված ինձ մերձագրված արարքում օբյեկտիվ կողմը կազմող որևէ գործողություն բացակայում է։ Ես ընդհանրապես չեմ առնչվել այս հողամասի հետ կատարված հետագա գործողությունը։ Ես միայն հետագայում եմ իմացել, որ ոմն Սամվել Բադալյան դա օտարել է այն ժամանակ արդեն ես եկել, այո, ամուսնացել էի Արամ Այսմիրզյանի հետ եւ գտնվում էի նրա ընտանիքում Եվ եթե Շահեն Շահենյանին ես գոնե ճանաչում եմ, ինչպես ասեցի մի քիչ առաջ, Սամվել Բադալյան ես առհասարակ այստեղ առաջին անգամ եմ տեսել, այսինքն ես չէի կարող նրա միջոցով որևէ բան կազմակերպել, երբ ես նրան չեմ ճանաչում եւ երբ քրեական գործում բացակայում է որևէ ցուցմունք այն մասին, որ ես որևէ ձևով կազմակերպել եմ գործարքների կնքում, գրանցում եւ այլն։ Բացի այդ, ես ցանկանում եմ մի կարևոր շեշտադրում են անել, դուք դարձյալ դա կտեսնեք քրեական գործում, ես դրա հետ ծանոթանալու փուլում եմ դա տեսել, չնայած դա հիշում էի, Սամվել Բադալյան, որտեղ ես հիշում եմ, որ տվյալ թաղամասի վրա, տվյալ հողատարածքի վրա, որը օտարվել էր աճուրդով, բերվել էր բարձրահարկ շենքի կառուցման էսքիզ, ես դա տեսել եմ, էսքիզը ներկայացվել էր, ցավոք սրտի չի մուտքագրվել համայնքապետարան, այլ ներկայացվել է աշխատանքային կարգով, քաղաքաշինության ոլորտը համակարգող իմ տեղակալին, ընդ որում 2 անգամ, այսինքն Սամվել Բադալյանը առնվազն 2 անգամ քաղաքապետարան այդ հողամասի վրա բարձրահարկ շենք կառուցելու էսքիզով է ներկայացրել։ Ես համայնքի շահից ելնելով, որովհետև այդ թաղամասի գեղագիտական ամբողջությունը կխախտեր, կխաթարեր բարձրահարկ շենքը, դրա թույլտվությունը աշխատանքային կարգով չեմ տվել, առաջարկել եմ գումար չծախսել, էսքիզներ չանել, չբերել, որովհետև թույլտվություն քաղաքի շահից ելնելով այդտեղ չէի կարող տալ բարձրահարկի։ Այսինքն, եթե Սամվել Բադալյանը պարզապես ձևական ներգրաված մարդ է եղել, այդ շղթան էստեղել է կոտրվում, որովհետև Սամվել Բադալյանը իր ցուցմունքում էլ է նշել, ես էլ դա գիտեմ եւ իմ տեղակալն էլ հուսով եմ, երբ որ դատարան ցուցմունք տալու կնշի, Սամվել Բադալյանը այդ հողատարածքի հետ պլաններ է ունեցել, պարզապես հետագայում արդեն չստանալով թույլտվություն որոշել է այն նորից օտարել, այսինքն այն փաստարկը, որ թե Շահեն Շահենյանը, թե Սամվել Բադալյանը փողեր լվանալու համար են ներգրավել, դարձյալ անհիմն է եւ փլուզվում է։ Ես շատ բան կարող եմ ներկայացնել, բայց նաեւ ցանկանում եմ վերջում ավարտել նրանով, որ եթե մի ժամանակ գոնե եթե ինձ մեղադրանք առաջադրվեց, իսկ ինձ մեղադրանք առաջադրվեց 2025 թվականի հունիսին այն բանի համար, որ ես իբր հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումների տակ գտնվող հողամաս եմ օտարել, ես ասեմ, որ դրանք կանաչ պուրակներ, տարածքները, խոսքով անօտարելի հողամասերն են։ Այդտեղ գոնե կարող է լինել դրամաբանություն, որ ես արդեն օտարման պահին, արդեն աճուրդի հանելով հողատարածքը, պաշտոնական դիրք եմ չհրաժարել, որովհետև աճուրդի եմ հանել մի հողատարածք, որը օտարելի չէ։ Բայց իմ փաստաբանական թիմի հետ մենք կարողացանք ինքնին մարմնին այնպիսի փաստեր ներկայացնել, որոնք հիմնավորեցին, որ հողամասը չի գտնվել 60 հոդվածի սահմանափակումների ներքո։ Բայց չգիտես ինչի այդ մեղադրանքը ոչ թե հանվեց, այլ իմ արարքը վերաձևակերպվեց, անհասկանալի մի բան, ես այդպես չեմ հասկանում, վերջինչով եմ ես պաշտոնական դիրքը չհրաժարել, հողամասը աճուրդի հանելով։ Ենթադրում եմ ինչ-որ կեղծ աճուրդ, տենց մի բան է ինձ հանդիպում, բայց կեղծ աճուրդ ոչ ձևակերպումն է բացված ինչու՞մն է կանում, եթե ինչպես
ինչպես ես նշեցի, որևէ ընթացակարգային խախտում չի եղել։ Ես նաև ցանկանում եմ այստեղ նշել, որ համայնքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ են հարցաքննվել, նախաքննության մարմինը երկար տարիներ ժամանակ է ունեցել այդ ամենը քննելու։ Եթե գտնվեր գեթ-մեկ անձ, ով ցանկություն հայտ ունենար մասնակցելու դրան, եկած լիներ քաղաքապետարանին, ինչ-որ ձև խոչընդոտած լինեին, եթե որևէ մեկը հայտարարած լիներ, որևէ վկա, որ ես անձնական շահագրգռվածություն եմ ցույց տվել աճուրդի ելքի մեջ, դրա մենք անպայման այդ ցուցմունքը կունենայինք։ Բայց դուք ցուցմունքների ապացույցների ուսումնասիրությունից եւ մենք դա տանում ենք բոլոր վկաներին լսելու հնարավորություն կունենանք, որևէ մեկը չի ասել, որ ես աճուրդի անցկացման փուլում միջամտել եմ կամ դեռ անցկացումը միջև Առնվազն խնդրել եմ ինձ տեղեկացնել, երբ այլ մասնակիցներ լինեն, չկա որևէ ցուցմունք։ Այսինքն մեղադրողը երբ պնդում է, որ միակ հաղթող ճանաչվել է Շահեն Շահինյանը, դա օրենքի պահանջ էր, ոչ թե իմ քմահաճույքը կամ իմ կողմից պաշտոնական դիրքի չարաշահում, որտեղ միակ մասնակիցը եղել է Շահեն Շահինյանը, բոլոր ընթացակարգերը պահպանվել են։ Երևի թե այսքանը ընդլայնման մասով էլ այստեղ պարզապես մի փոքր ակնարկ եւ ավարտենք, որովհետեւ շատ խոսեցի, ինչ վերաբերում է ընդլայնմանը, ապա Պաշտոնական դիրքի չարաշահման հանցակազմը ոչ թե նյութական, ձևական, այլ նյութական հանցակազմ է, այսինքն դրա հանցագործության ավարտված լինելու համար առնվազն անհրաժեշտ է դրա հետևանքի առկայությունը կամ իմ ցանկությունը վնաս պատճառելու։ Ես ցանկանում նշել այստեղ, որ գործում առկա է պարտավորագիր, որ թողել է Շահեն Շահինյանը, որ այդ օտարումից հետո պետք է թաղամասը ամբողջությամբ այնտեղ ճանապարհներ կային, ասֆալտապատվեն, լուսավորվեն եւ որ ամենակարևորն է մայթին շատ մոտ արդեն այն 0.9 հեկտար հողամասի վրա գտնվող շատ մոտ տեղակայված էլեկտրակայանը, որը կարող է նաև վտանգավոր լինել այն երեխաների համար, ովքեր մարզադպրոց են անընդհատ հաճախում, կառուցապատողի հաշվին, այսինքն իր հաշվին տեղափոխվելու էր ընդլայնված հողատարածք եւ մի քանի հանգամանք հաշվանելով եւ առնվազն հավատացած լինելով, որ համայնքի շահի համար սա ավելի լավ տարբերակ է կամ ընդունելի տարբերակ է համայնքի շահի տեսանկյունից, բացի այդ, ինչպես նշեցիք, գեղագիտական տեսանկյունից, որպեսզի մեկ միասնական թաղամասի տեսք ստանանք, այլ ոչ թե առանձին կառուցված տների, օտարվել է նաև այդ փոքր հողատարածքը, նորից եմ ասում, համայնքին առնվազն վնաս պատճառելու դիտավորություն չի եղել, այդ պարտավորագրով սահմանված։ Եթե հանկարծ դա խախտվեր, համայնքի ղեկավարը կարող է թույլտվություն չտալ, այսինքն գործիք ես ունեի ղեկավարելու պարտավորագիրը կկատարվի, թե չի կատարվի։ Թերևս այսքանը շնորհակալ եմ, բայց ուզում եմ նշել, որ սա սպառիչ ցանկ չէր, պարզապես այն կարևոր մի քանի աչք ծակող եւ ականջ ծակող ձևակերպումներ են, որոնց ցանկանում էի անդրադառնալ։ Շնորհակալ եմ։